Իապոնիայի շրջանակներում ես եկեք մի քիչ գլուխ կողամ, որովհետև ես որպես պաշտոնյա Իապոնիայի շրջանակներում բավականին մեծ ազդեցություն ունեմ։ Ինչու՞, որովհետև ես միակ պաշտոնյան եմ, Հայաստանի վարչապետը միակ պաշտոնյանն է, որ Իապոնիայի երկու ամենակարևոր ֆորմատում հավասարաբար մասնակցում է։ Իապոնիայի վարչապետական ձևաչափի միջկառավարական խորհրդի նիստի և Իապոնիայի բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի։ Եվ ես թույլ տվեք ասեմ, այս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, որ Իապոնիայի շրջանակներում ինձ համար իհարկե տրամաբանական հարցեր, տրամաբանական, ինձ համար անլուծելի հարցեր չկա։ Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված, ընտրությունների եթե ես կստանամ ձեր վստահության քվեն, վերադառնամ աշխատանքի ու բոլոր հարցերը կլուծեմ, որովհետև չորս բանի շրջանակում, ուրեմն տեսեք, 4 սկզբունք կա, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, ֆինանսական միջոցների, անխոչնդոտ ելունու տարածում։ Այս 4 հարցերից չկա որևէ մեկը, որ իր լուծելու հասանելիության տիրույթում չի։ Չկա տենց հարց, որ ես չկարողանամ այս 4 սկզբունքի կիրառման հետ կապված չլուծել։ Այսօր մեր ահագին գործընկերները ասում են, դուք Եվրամիություն ընդունվելու, ճանապարհ սկսելու օրենք եք ընդունել, դե հիմա որոշեք, Եվրամիություն եք գնում, թե Եվրասիական տնտեսական միություն։ Մենք ասում ենք ամենայն հարգանքով, բայց մենք հիմա դա որոշելու կարիք չունենք։ Երբ որ կգա ժամանակ, մենք գիտենք, որ Հայաստանը միևնույն ժամանակ չի լինի Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության անդամ։ Բայց մենք նման որոշում կայացնելու, թե կամ կա, անհրաժեշտությունը չունենք, որտեղ մենք հիմա Եվրասիական տնտեսական միության անդամ ենք և Եվրամիության հետ հարաբերությունները խորացնում են և որոնք ենք ընդունել Եվրամիությանը մեր Հայաստանի անդամակցության պրոցես սկսելու վերաբերյալ, բայց որոշում կայացնելով ժողովուրդը, որտեղ դա կարա լուծվի միայն հանրաքվեով։ Մենք հիմա այդ հանրաքվեն, իսկ հիմա մենք այդ ճանապարհին չենք գնում, որովհետև Հայաստանի քաղաքացիները արդեն երկար ժամանակ բողոքում են, որ Եվրամիություն այցելելիս վիզաներ ստանալու պրոբլեմներ են ունենում։ Իսկ գիտեք ինչ են վիզաներ ստանալու պրոբլեմ ունենում Հայաստան։ Նրանք մեզ ասում են Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունենք, մի հատ վիզայի հարց չեք կարողանում լուծել։ Իսկ գիտեք ինչն է դրա պատճառը, որովհետև 2018 թվականից 2025 թվականին Հայաստանից Եվրամիություն մեկնող քաղաքացիների, մեկնած քաղաքացիների թիվը 500%-ով աճել է, 500%-ով։ Այսինքն եվրոպական երկրների դեսպանատները չեն հասցնում Հայաստանի քաղաքացիների հոսքերը ընդունել։ Պատկերացրեք, եկեք դուք ունեք սենյակ, ենթադրենք 10-10 կամ ցանկացած, կամ այս դահլիճը, քանի նստատեղ կա, 550 նստատեղ կա այս դահլիճում, լավ 550 նստատեղ, երբ որ 100 աճին ներկաների թիվը կտեղավորվի, 550-ը կնստեն, 100 հոգերի լինի, ոնց լինի ոտքի վրա կանգնեն։ Լավ որ շատ սեղմենք, բենի վրա կանգնենք և այլը, և 200 հոգեր կկանգնեն։ Լավ եթե մի քիչ շատ նեղ լինի, կարող 400 հոգեր կանգնեն։ Բայց եթե 550-500%-ով ավելանա, տարբերակ չկա այս դահլիճում տեղավորվել։ Եվ ոնց որ ասեն, բանի անխոշորացված համայնքի ղեկավարն հետ այդքան լավ հարաբերություններ ունես, Շիրակի մարզպետի հետ, այս դահլիճում չես կարող 6000 մարդ տեղավորես։ Այդ լավ հարաբերությունը ինչի համար է,
բայց այդ հարաբերություն, բայց դրա համար մենք ասում ենք ժողովուրդ ջան, ամենաուշակ 2 տարուց մենք ունենանք Հայաստան Եվրամիության վիզաների ազատականացված վիճակ։ Այսինքն դուք կարաք գնանք Շիրակո քանավակայանից ոնց որ ասենք հիմա մեկնում եք որտե՞ղ։ Չէ, հիմա Լառնակա գնալու համար վիզա է պետք։ Այն ժամանակ վիզա պետք չի լինելու։ Այն ժամանակ Լառնակա գնալու համար ձեզ մենակ մի բան է պետք գտնելու, անձնագիրը չկորրանալ։ Մնացած դե բնակավար նաև տոմս առնել, բայց դե գիտեք, որ 2 եվրո է տոմս կա։ Եվ հիմա այս պատմական փոփոխությունները որ տեղի են ունենում, դրանք շատ կարևոր են եւ մենք պետք է այս պահը գնահատենք։